Բարև ձեզ, օրվա լրահոսի կարևոր նորությունները ներկայացնում Հորիզոն լրատվականը 29 հուլիսի չորեքշաբթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին եւ նշել, որ առնվազն մի քանի հարցերի շուրջ եկել են ընդհանուր ըմբռնման։ Առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլ ընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտի եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլ ընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլ ընտրանքներ եւ այլ ընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրեմը Հայաստանինն է, բայց այդ խնդրեմը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրեմն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Իսկ հնարավոր է Հայաստանի կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Չէ, մենք նման պլան չունենք։ Պարոն վարչապետ, Հայաստանի հետ առաջացել խնդիրը, եթե դուք ասում եք, որ ընդհանրապես դա ԵԱՏՄ-ի միայն Հայաստանի հետ։ ԵԱՏՄ-ի, ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլ ընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչ շատ կարևոր է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ այլ ընտրանքը երբ պետք է իրացվի։ Նաև պաշտոնական հաղորդագրության մեջ էլ է ասվել, դուք գիտեք, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների 4 երկրների ղեկավարներ ընդունել են հայտարարություն, որտեղ կամ պաշտպանել են Եվրամիության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ։ Այսինքն այդ օրակարգի լեգիտիմությունն ընդունել են, բայց ես ուզում եմ հստակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին եմ ասել, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր անցկացրած վարչության նիստից հետո Փակգախնի քվեարկությամբ ընտրել է ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների թեկնածուներին։ Նազելի Բաղդասարյանը կառաջադրվի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Սիսակ Գաբրելյանը կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն են։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Լուսինե Բադալյանը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կառաջադրվի Սոնա Ղազարյանը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սարգիս Խանդանյանն է։ Իսկ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի Վահե Ղալումյանը։ Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կառաջադրվի Զարուհի Բաթոյանը, իսկ Վիլեն Գաբրելյանը կառաջադրվի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Բաբկեն Թունյանն էլ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն է։ Իդեպ, թեև 12 հանձնաժողովներից 4-ի նախագահությունը ըստ օրենքի հասնում է ընդդիմությանը, 3-ը ուժեղ Հայաստանին, 1-ը Հայաստան դաշինքին, իշխող ուժը այդուհանդերձ որոշել է ունենալ նաև իրենց թեկնածուները։ Ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրերի, եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ԿՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը, լրագրողների ճեպազրույցում հայտնել է վարչապետ Փաշինյանը։ Մակունցը
2025 թվականի օգոստոսի 29-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2021-ից 25 թվականներին նա եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Մինչ այդ մակունձը ստանձնել է նաեւ մշակույթի նախարարի պարտականությունները, եղել է ազգային ժողովի падգամավոր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Արայիկ Հարությունյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հուլիսի 1-ից։ Փաշինյանը հաստատել է նաև լուրերն այն մասին, որ Սուրեն Պապիկյանը եւ Արփինե Սարգսյանը վերանշանակվելու են համապատասխանաբար պաշտպանության եւ ներքին գործերի նախարարների պաշտոններում։ Ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է Հայաստան դաշինքի ցուցակով падգամավորի թեկնածու Հայեղափոխական դաշնակցության անդամ հասարակական գործիչ Արան Աշխարյանը, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նա հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է։ Պատրիոտ հակաօդային պաշտպանության համալիրների համար նախատեսված հրթիռ որսիչների արտադրության լիցենզիաների հարցը եւ խաղաղության նախաձեռնություններն են քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրանք հանդիպել են Սպիտակ տանը փակ ձևաչափով առանց լրագրողների ներկայության։ Ուկրաինայի նախագահը Միացյալ Նահանգներում հանդիպել է նաեւ ամերիկյան ռազմաարդյունաբերության ներկայացուցիչների հետ։ Վերջին 2 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպեցին արդեն 3-րդ անգամ։ Սպիտակ տանը նրանց զրույցը փակ դռների հետևում էր, առանց լրագրողների ներկայության, բայց քննարկվող թեմաները ընդգրկուն։ Փետրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռ որսիչների արտադրությունից մինչև խաղաղության նախաձեռնություններ եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ։ Հանդիպումից հետո երկու նախագահները առանձին գրառումներով գնահատեցին այն։ Լավ հանդիպում ունեցա նախագահ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ մենք միասին անում ենք ուկրաինացիների կյանքը պաշտպանելու եւ խաղաղության հասնելու համար։ Ժամեր հետո Միացյալ Նահանգների նախագահն ինքը գրառում արեց Truth Social-ում, մեկնաբանելով հանդիպումը։ Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։ Մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր, հանդիպումը շատ լավ անցավ։ Ռազմաարդյունաբերությանը վերաբերող քննարկումները միայն Սպիտակ տանը չավարտվեցին։ Ուկրաինայի նախագահը ավելի ուշ հայտնեց, որ հանդիպել է Lockheed Martin եւ Patriot կոնցեռնների ներկայացուցիչների հետ։ Ուկրաինան ունի մի քանի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են խոցել բալիստիկ հրթիռներ։ Դրանցով Ռուսաստանը վերջին ամիսներին հատկապես ինտենսիվ հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքներին։ Միաժամանակ նույն այս ժամանակահատվածում Ուկրաինայում զգացվում է այդ համակարգերի համար նախատեսված հրթիռ որսիչների պակաս։ Խոսել ենք Փետրիոտների եւ մյուս համակարգերի շրջանակում մեր համատեղ հնարավորությունների մասին։ Մեր թիմերն արդեն աշխատում են կոնկրետ լուծումների վրա, որպեսզի հնարավորինս արագ անցնենք համատեղ արտադրության եւ մեծացնենք մարդկանց կյանքը պաշտպանելու մեր հնարավորությունները։ Զելենսկին Միացյալ Նահանգներում էր սենատոր Լինսի Գրեհեմի հոգեհանգստին մասնակցելու համար։ Մահից ընդամենը 1 օր առաջ նա Ուկրաինայում էր եղել եւ այժմ Ուկրաինայի նախագահը նրան հարգանքի տուրք էր մատուցում։ Դրանից հետո Վոլոդիմիր Զելենսկին նաև առանձին հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների սենատորների հետ։ Ուշագրավ է, որ հենց այդ օրը Միացյալ Նահանգների սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաստաթղթին, որի աշխատանքներին մասնակցել է նաև Լինսի Գրեհեմը։ Պաշտպանական միջոցները ավելացնելու հարցի քննարկումը սակայն հետ չի մղում պատերազմի դադարեցման ու խաղաղության հաստատման մասին խոսակցությունները։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները քննարկել են նաև խաղաղության նախաձեռնությունները։ Նաև խոսել ենք դիվանագիտության մասին։ Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը։ Երկու երկրների բանակցային թիմերը համաձայնեցնում են հետագա հաղորդակցության մանրամասները։ Սրանով հանդերձ ռուսական եւ ուկրաինական կողմերը ակտիվ օդային հարվածներ են հասցնում միմյանց։ Մասնավորապես ուկրաինական դրոնները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին եւ Վայլդբերիսի լոգիստիկ կենտրոնին։ Ռյազանի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի 5 խոշորագույն գործարաններից է եւ ապահովում է երկրի նավթավերամշակման ընդհանուր ծավալի մոտ 5%-ը։ Այն նախկինում եւս մի քանի անգամ հարձակման է ենթարկվել։ Ինչ վերաբերում է Վայլդբերիսին, ապա վերջին շրջանում այդ ընկերության լոգիստիկ կենտրոնները երկրի տարբեր հատվածներում բազմաթիվ հարձակումների են ենթարկվել։ Ուկրաինական կողմը կարծում է, որ դրանք ընդգրկված են ռուսական բանակի մատակարարումների շղթաներում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև Ազովի եւ Սև ծովերի շրջանում, ընդհանուր առմամբ խոցվել է ուկրաինական 295 դրոն։ Ռուսաստանն էլ դրոնային հարձակման է ենթարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքը։
Երկու կողմերում էլ հարվածներից նաև քաղաքացիական շենքեր են վնասվել, որոնց հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Կրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին Ռուսաստանը մեղադրում է աբեկչական գործունեության մեջ անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրանքի առաջադրել նրա նկատմամբ հետապնդման պատճառն ըստ հաղորդագրության դարձել է Դայվիչնիկ ծանոթությունների չաթ-բոտը, ինչպես նաև Տելեգրամի բազմաթիվ այլ ալիքներ, չաթեր եւ բոտեր, որոնք Տելեգրամի ղեկավարությունը հրաժարվել է հեռացնել։ Ռուսական գերատեսչության պնդմամբ դրանց միջոցով ուկրաինական հատուկ ծառայությունները հավաքագրում են Ռուսաստանի քաղաքացիների դիվերսիաներ իրականացնելու համար։ Դաշնային ծառայությունը հայտնել է, որ այս տարվա հուլիսից ձերբակալվել է 12-ից 22 տարեկան 46 մարդ։ Ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ զինված հարձակումներ են նրանք իրականացրել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ, փրկիզել տրանսպորտի, էներգետիկայի, կապի, ֆինանսավարկային համակարգի օբյեկտներ։ Առաջիկայում Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը Դուրովին հերակակարգով կալանավորելու որոշում կկայացնի։ Նորից փորձության է ենթարկվում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև վերջին օրերին հաստատված հարաբերական հրադադարը։ Ի պատասխան ամերիկյան ուժերի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածների, Ամերիկայի եւ Սաուդյան Արաբիայի ուժերը Իրաքում հարվածել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախների։ Միաժամանակ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում 3 նավի կալանման մասին։ ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում ռազմական դադարն օգտագործել դիվանագիտական լուծումների համար։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան եւ սաուդյան ուժերը հուլիսի 28-ին թիրախային հարվածներ են հասցրել Իրաքի արևելքում գործող Իրանի կողմից աջակցություն ստացող խմբավորումների օբյեկտներին։ Սենտկոմի տվյալներով հարվածների թիրախում են եղել լոգիստիկ եւ զինամթերքի օբյեկտներ։ Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի կործանիչ ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի արևելքում գտնվող ահաբեկչական մի շարք լոգիստիկ եւ զինատեսակների օբյեկտների։ Որպես վճռական պատասխան վերջին 72 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի կողմից ուղղորդված ավելի քան 30 անօդաչու թռչող սարքերի հարձակումներին Միացյալ Նահանգների ուժերի դեմ չհիմնավորված հարձակումները անհաջող են եղել։ Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը նշում է նաև, որ այս տարվա փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Իրանի հետ կապված խմբավորումները Իրաքում Միացյալ Նահանգների քաղաքացիների եւ օբյեկտների դեմ ավելի քան 600 հարձակման փորձ են իրականացրել։ Իրանն իր հերթին մեղադրել է ամերիկյան կողմին եւ բալիստիկ հրթիռներով պատասխան հարված հասցրել, թիրախավորելով Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Դիմադրությունը կշարունակվի, քանի դեռ պահպանվում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքները եւ Միացյալ Նահանգների զինված ուժերի անօրինական ու չարամիտ գործողությունները մեր շահերի դեմ չեն դադարել։ Հորդանանը հաստատել է թիրախավորումը եւ հայտնել, որ բոլոր 5 հրթիռները խոցվել են։ Ամերիկյան կողմը եւս դա հաստատել է։ Փոխադարձ հարվածներին զուգահեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում 3 նավթատար լցանավ է կալանել, որոնք փորձել են անցնել չարտոնված երթուղով։ Մի քանի ժամ առաջ 3 նավթատար լցանավ, որոնք ընթանում էին ոչ անվտանգ եւ անօրինական երթուղով, անտեսելով մեր նախազգուշացումները, կանգնեցվել են։ Իրան-Միացյալ Նահանգներ փոխըմբռնման հուշագրից հետո փոխադարձ հարվածները վերսկսվեցին Հորմուզի նեղուցում Իրանի կողմից չարտոնված երթուղով նավերի անցումը խոչընդոտելու պատճառով եւ շարունակվեցին շուրջ 2 շաբաթ։ Դրանից հետո հարաբերական անդոր հաստատվեց։ Սակայն նոր այս փոխադարձ թիրախավորումները եւ այլ գործողությունները կարող են ավելացնել լարվածությունը։ ՄԱԿ-ը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը կօգտագործեն այս հրադադարը կարգավորման համար։ Մենք անշուշտ հույս ունենք, որ կողմերը կօգտագործեն ռազմական գործողությունների այս լռությունը որպես հնարավորություն ակտիվացնելու իրենց դիվանագիտական ջանքերը եւ համագործակցելու միջնորդների հետ։ Իրանն ու Միացյալ Նահանգները այս ընթացքում պահպանում են հաղորդակցությունը, բայց դեռ կոնկրետ արդյունքներ չեն գրանցվել։ Կրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Ամռան շոգին ջուրն ու սնունդը անգամ մրգեղենը վտանգավոր են դառնում։ Դրանց ոչ ճիշտ ջերմային մշակումը, պահպանումը կամ մաքուր չլինելը հանգեցնում են աղիքային վարակների։ Հուլիսի կեսերից հանրապետությունում աղիքային ինֆեկցիաներով դեպքերի, այդ թվում հոսպիտալացումների աճ է նկատվում։ Սեզոնին բնորոշ ակտիվացումն ամեն տարի կա, մասնագետները նորից հորդորում են ինքնաբուժումների չգնալ, վիճակն ավելի չբարդացնել։ Շոկերը վնաս է նաև սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Բայց ինչ են շոկ է։ Մենք սրտի պրոբլեմ ունեցողներ ավելի լավից շրջանի, քան թե շոկ է։
Ցուրտը շոկից գերադասողները սիրտանոթային քրոնիկ բնույթի խնդիրներ ունեցող մարդիկ են։ Նրանց մոտ օրինաչափություն է դարձել, ամռան շոկ օրերին առողջական վիճակի սրացումներ են լինում։ Սրտխփոց, գլխապտույտ, ճնշման իջեցում, շնչահեղձություն կամ ուժերի կտրուկ նվազում։ Այս երևույթները հուշում են, որ սիրտանոթային համակարգն աշխատում է ավելի ծանրաբեռնված։ Երկու հատ ստենդավորվել եմ երկու անգամ, մի երրորդի էլ պակարիք ունեմ էլի, դրա համար ուժեղ հևոսներ ունեի, քանի որ խցանված երակ ունեմ, էդ էլ է նպաստել, շոկն էլ ավելի է նպաստում էլի։ Ես շոկեր նորը գալ, շատ ուժեղ ազդեց, սետ ոնձերը սուրել է, սոր 3 օրա պարգած է։ Գյումրի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում հուլիսի կեսերից սիրտանոթային խնդիրներով հոսպիտալացվածների թիվը կտրուկ ավելացել է։ Մեկ շաբաթում 50-ից ավելի հիվանդ է դիմել բուժհաստատություն, որոնք անմիջապես անցել են անհետաձգելի բուժման։ Առաջնահերթ տեղ էր գրավում սրտամկանի սուրի ինֆարկտը իր տարբեր ձևերով եւ այդ ընթացքում որ կար որ 3-ից 4 հիվանդ սրտամկանի սուրի ինֆարկտով ընդունում էին եւ գնում էին դեպի ստենդավորման։ Մասնագետները հուշում են, որ շոկերն ազդում են ոչ միայն սրտից կանգատվողների, նաև զարկերակային բարձր ճնշում, ավելորդ քաշ եւ երիկամային կամ թոքերի խնդիրներ ունեցողների վրա, բայց այս շարքում մտահոգիչը հիպերտոնիկ հիվանդություններն են եւ դրանց երիտասարդացումը։ Շատ էին հիպերտոնիկ կրիզները, այն էլ կայուն տեսակ է, որ ճնշումը խիստ բարձրանում էր, ոչ թե օրակային բուժման չէր ենթարկվում։ Սուր աղիքային ինֆեկցիաները տարիք չեն հարցնում, ամռան շոկն ու տարատեսակ ուտելիքները միշտ բանջարեղենների հետ աղիքային վարակների են հանգեցնում, երբ դրանք բավարար պայմաններում չեն պահվում։ Ինֆեկցիոնի ոչ միայն մանկական, նաև մեծահասակների բաժանմունքում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվածների թիվն է ավելացել։ Փորի թուլություն է ունեցել, լուծ սեզոնին մրգեր ենք օգտագործում, կարող է եւ մրգերից լինի։ Դրա համար ենք շատ ուշացրել, որ կարող մրգերից լինի, անցնի էլի, որ զգացինք, որ չի անցնում, բերեցին։ Ջրազրկվել էր, արդեն պետք էր, որ բերեի հիվանդանոց։ 8 տարեկան երեխան 3 օր նույն գանգատներն է ունեցել, տնային պայմաններում բուժումները չեն օգնել, ի վերջո դիմել են բժշկի։ Նույն գանգատներով ստացիոնար բուժում են անցնում տարբեր տարիքի 15 հիվանդներ։ Հոսպիտալացումները աղիքային վարակների տարածվածության ընդհանուր պատկերը չեն տալիս։ Որովհետև հիվանդանոցում պարկում են այն հիվանդները, որոնց մոտ հիվանդությունը արձանագրվում է միջին եւ ծանր ընթացքներով։ Իսկ ավելի թեթև ընթացքով հիվանդությունները բուժվում են տանը, մեծամասնության դեպքում կարող է լինել ջերմության բարձրացում, կարող է լինել որովայնի ցավեր, սպաստիկ բնույթի, բռնող թողնող, փորացավեր են լինում, կարող է լինել սրտխառնոց, փսխումներ, կարող է լինել փորլուծություն։ Ախտանշանները գուցե նույնն են, բայց վարակի առաջացման պատճառներն են տարբեր լինում։ Ջրի, սննդի, կեղտոտ ձեռքերի միջոցով բակտերիաներն անցնում են ստամոքս եւ աղիներ, սկսում են ակտիվ բազմանալ եւ տարբեր տոքսիններ արտադրել։ Աղիքային ինֆեկցիաները դրանք բերանով մտնող, բերանով ընթացող վարակներն են, երբ որ մենք մեր բերանն ենք տանում վարակված սննդամթերք, վարակված ջուր, վարակված ձեռքեր, վարակված խաղալիք կարող է։ Այսինքն միայն սա սննդի հետ կապված չէ, միայն ջրի հետ կապված չէ, սա կարող է ուղղակի նաև համարվել կեղտոտ ձեռքերի հիվանդություն։ Իսկ կեղտոտ ձեռքերի դեմ պայքարի ամենապարզ ու մշտական միջոցը մնում է լվացվելը։ Բացի դրանից մոռանալ պետք չէ շուտ փչացող մթերքների ճիշտ պահպանումը։ Աղիքային վարակների տարածման համար ռիսկային, անգամ խիստ վտանգավոր գործոն են նաև բաց եւ չհսկվող լողավազանները։ Մարինե Դերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Սա է ժամի մեր վերջին տեսանյութներ, ծանոթացեք նորությունների մեր հետագա թողարկումներում։